Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 30-ին 19:30-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տեխնիկային թատրոնում թատրոն 8-ը ներկայացնում է առաջնախաղ, ես հասկացա, չէ, ես ինչ եմ ծիծաղում, դու ինչ ես ծիծաղում, կրատկը ներկայացում է հիմնված Ֆյոդոր Դոստոևսկու համանուն վիպակի վրա։ Թեման շատ հետաքրքիր է, իհարկե, ես փորձենք հասկանալ, հյուրերին ներկայացնի Դավիթը, նոր փորձենք հասկանալ ինչու է ստեղծագործությունը։ Ժաննա Հովակիմյանն է մեր հյուրը եւ թատրոնի PR մենեջեր Էդիտա Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես գիտեք ինչ էր նման, որ ոնց որ ասենք մի 50 տարի Դավիթին ասենք Դավիթ, եւ 50 չէ, 100, հա։ Մեկ էլ մի օր ասենք Դավիթն ասի իմ անունը Դավիթ չի, Գառնիկ է։ Դե արի ասա Գառնիկ, դե արի հիշի։ Դու չես հիշելու, չէ։ Չէ։ Ես դուք չեք հասկանում, Մենք չենք հասկանում, չէ։ Մենք եւ հեռուստադիտողը հասկացան ինչի մասին է խոսքը։ Բայց անցնենք առաջ։ Դե պատմեք, տեսնենք ինչ եք բարդ Մարսելի բաներ ընտրում ու ներկայացնում մեզ ու ինչի համար, ինչ ծրագրով, ինչ եք ուզում մեզնից։ Ուզում ենք որ գաք եւ մեր ներկայացումները նայեք։ Ծանոթանաք թատրոն 8-ի հետ։ Այնակ ինչի պիտի գա հանդիսատեսը այս ներկայացումը հատկապես։ Գառնիկը ինչի համար պետք է գա։ Գառնիկը։ Ես կարծում եմ ընդհանրապես հանդիսատեսը պիտի գա ոչ պարտադրաբար իհարկե, այդպես չստացվի, որ պարտադրում եմ որևիցե մեկին։ Չնայած ինչի կրթությունը տեխնոլոգի մեթոդով ես օքեյ եմ։ Հա, բայց չէ։ Ամեն դեպքում տեսեք անգլերենս բացվել է։ օքեյ եմ, չէ։ Սովորել եմ, օքեյ։ Չէ, իրականում ես կարծում եմ, որ թատրոն 8-ը այսօր այնպես է աշխատում, որ բավականին տարբերվում է եւ ծանոթանալ թատրոն 8-ի հետ ուղղակի պետք է ընդհանուր ծանոթանալ իր խաղացանկի հետ։ Ամսի 30-ին այո տեղի ունենալու մի շատ հետաքրքիր ներկայացում Դոստոևսկու Կրոտկայը վիպակի հիման վրա, իդեպ այն վիպակ է, որը Վլադիմիրը վերափոխել է թատրոնի համար եւ կարող եմ վստահ ասել, որ ռեժիսորը։ Այո, ռեժիսորն է Վլադիմիր Տարասյանցը։ Եվ ոնց որ վերջերս էլ չէ՞ ներկայացում արել, որի մասին խոսել ենք։ Մենք այո, նա արել է քույրեր ներկայացումը, արել է Էդիպ ներկայացումը, ես բոլոր ներկայացումների մասին այստեղից խոսել եմ։ Եվ մենք արդեն իսկ աշխատում ենք Վլադիմիր Տարասյանցի հետ, սա երրորդ մեր ներկայացումն է համատեղ։ Եվ ամսի 30-ին պիտի հանդիսատեսի դատին հանձնենք այս ներկայացումը, Մխիթար Ավետիսյանն է դերերում եւ ես Ժաննա Հովակիմյանն եմ։ Երկուսով ենք, Ինչի մասին է բովանդակությունը։ Ես չեմ պատմի բովանդակությունը ընդհանուր առմամբ, շատ չեմ բացի, բայց չէ, դա այսպես չէ, դե մի քիչ բան։ Բայց կարող ենք ասել ինչու է։ Ես ինձ թվում է PR մենեջերին պետք է ես հարցը տայինք։ Հա, ես կուզեմ հավել թե ինչու պետք է գան, որովհետև մեր ռեժիսորը սիրում է ասել, որ մենք բեմադրում ենք ներկայացումներ եւ խաղում ենք ներկայացումներ մարդկանց համար, ու թեև կարող է թվալ, որ բարդ են մեր ներկայացումները եւ ծանր, բայց իրականում մարդիկ կարող են այդ ներկայացումներում իրենց գտնել ու մենք ցանկանում ենք բարձրացնել ժամանակակից խնդիրներ, որը ոչ թե մնացել օրինակ դարեր առաջ, այլ հենց հիմա արտիական է։ Այն ուզում հասկանալ, ինչ խնդիր ենք բարձրաձայնում։ Դոստոևսկին օրինակ մենակության խնդիրը, կոմունիկացիա, մենակության խնդիրը, մարդկային մենակության, նույնիսկ երբ որ քո կողքին կան մարդիկ, հաղորդակցման հետ կապված խնդիրները, երբ որ մարդիկ չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել իրար հետ խոսել եւ գալ ընդհանուր հայտարարի, սեփական եսի ու հասարակության բալանսի հետ կապված խնդիրները եւ այլն։ Այսինքն շատ կարևոր խնդիրներ են բարձրացնում։ Ինչու չենք կարող։ Երբ ամեն մեկը իր համար կգտնի այդ պատասխանը, որովհետև դա տեսակ ներքին ճամփորդություն է։ Դրա համար շատ ցանկալի է։ Էլի ամեն դեպքում փորփրենք որ իմանանք։ Մարդիկ հենց գալիս են, ասի այսպես, որ մարդիկ գալիս են հենց իրենց փորփրելու ու իրենց տված հարցերը իրենց ներսում պատասխաններ գտնելու համար։ Երբ որ մենք խոսում ենք առհասարակ Դոստոևսկու մասին, ես կարող եմ ասել, որ ոչ միայն դա իմ կարծիքն է, այլ նա իսկապես հոգեբան է, հոգու հոգեբան, ես միշտ իրեն այդպես եմ, ինձ համար նա հոգու հոգեբան է եւ նա այն համարձակ գիգանտներից է, ով կարողանում է հանճարեղ կերպով ցույց տալ մարդու երկու կողմը, այն կողմը, որը մենք մարդիկս միշտ սիրում ենք կոծկել, թաքցնել եւ ինքը կարողանում է այդպես վառ կերպով քեզ ծանոթացնել քեզ հետ, ինքդ քեզ հետ։
լրիվ համաձայն։ Եվ անում է իր կերպարների միջոցով այդ դետալային, այնպես է քեզ դետալ առ դետալ բերում հասցնում նրան, որ դու ապշում ես, որ ասում ես եմ, ես ինքս ինձ տեսնում եմ շատ դեպքերում։ Ինչ վերաբերում եմ ստեղծագործությանը, լավ, մի փոքր կփորձեմ այսպես բացել։ Իրադարձությունը տեղի ունենում մեկ օրվա, մեկ գիշերվա ընթացքում։ Հերոսը փորձում է դետալ առ դետալ մի գիշերվա ընթացքում փորձել հասկանալ, թե ինչի համար տեղի ունեցավ ինքնասպանությունը։ Ինքնասպան էր եղել իր կինը։ Եվ ամբողջ գիշերվա ընթացքում նա փորձում է հասկանալ պատճառը։ Եվ երբ որ հանդիսատեսը նայում է, լսում է, պատմության ընթացքում նա ծանոթանում է հերոսի հետ, ինչպես նաև հերոսուհու հետ, իր աչքերով արդեն։ Իսկ հերոսը բացահայտում է անձամբ նաև ինքն իրեն, ինչպես նաև հերոսուհուն, որովհետև նա հերոսուհուն իր կնոջը մեկ այլ աչքերով էր տեսնում, իսկ հանդիսատեսը տեսնում է իր աչքերով։ Այն երևի թե այն իրականությունը, որը կա, որը թաքնված է արդեն Դաստոևսկու խոսքերի մեջ, գործի մեջ ընդհանուր առմամբ։ Իսկ երբ որ թարգմանում ենք հայերեն, ինձ միշտ սա հետաքրքիր է, որովհետև ես համ ռուսերեն եմ շատ Դաստոևսկի կարդաց է, համ հայերեն, համ հետո նաև խաղացել եմ պիեսում, ներկայացում բեմադրվել եւ այլն, ինքը միտքը մի տեսակ չի կորում, երբ որ թարգմանում ես հայերեն։ Մենք ունենալով այդ մտավախությունը, մենք չենք թարգմանել հայերեն։ Ռուսերեն։ Այո, օրիգինալ ռուսերենով իր լեզվով է։ Դե իրականում հայերեն լեզուն ինքը բավական ճկուն է, որպեսզի կարողանա նման ներկայացնել։ Գիտեք, ես համաձայն եմ, բայց Դաստոևսկու շատ տարեր մենք կորցնեինք լեզվի մեջ եւ այն հոգեբանությունը, որ նա փոխանցում է, այն խոսքը, որովհետեւ Դաստոևսկու ռուսերենը դա այլ ռուսերեն է։ Սկսած վերնագրից ես կասեի, նույնիսկ երբ որ հայերեն վերնագիրն ենք նայում, արդեն այդտեղ իմաստային խնդիրները թարգմանված է Հեզաբարոկին է։ Հեզաբարոկին է։ Այո, որը մենք երկար ժամանակ վիճում էինք, մտածում էինք օգտագործել թե չէ, բայց այստեղ կարծում արդեն իմաստային մի քիչ խնդիր է առաջանում։ Այդ պատճառով բնագիրը իրականում հիմա եթե նայես Դաստոևսկու ստեղծագործությունները, օրինակ, ասենք թե ոչինչ եւ պատեժից սկսած, դու երբևէ չես մեղադրում այդ մարդուն, ով գործել է ինքնասպանություն։ Սկսած առաջինից վերջացրած, ասում եմ, չպլանավորած երկրորդից եւ իր անցած ճանապարհից բնականաբար, բայց այնուամենայնիվ գալ ինքնամաքրման։ Հիմա Կարամազով եղբայրներ, այստեղ եղբայրների լրիվ տարբեր կերպարներ, բայց որոնց մեջ մեկը կարմիր թելով, այն վրացման նույն խնդիրը սենց պտտվում է։ Դաստոևսկու ասելիքը շատ խորքային է։ Ինձ թվում է դրա համար էլ երևի մենակ Վահե Շահվերդյանն էր համարձակվում մոտ գնալ եւ շատերը չեն գնում եւ դա նորմալ է ինձ համար, որ այս տեսակ ստեղծագործություններին համարձակորեն չես մոտենում, որովհետեւ ասելիքը շատ շերտեր ունի եւ եթե դու այդ շերտերը չես կարողանալու խաղով ցույց տալ բեմում, այդ դեպքում չարժի մոտենալ, ուղղակի անունը դնել, որ sense դասականի ես մոտենում։ Բայց չնայած որ ինքը նաև խոսում է միայնության մասին, որովհետև այդ իր իրականությունն է, հիվանդությունից խոսում է էպիլեպսիայից, այդ իր իրականությունն է, ինքը այդպես դետալային էլ նկարագրում, որտեղ այդ մարդը այդ ապրում է, ինքը տեսել է ոնց է։ Ես դա էի ուզում ասել։ Եթե դուք գիտեք, իր առաջի կինը ինքնասպան է եղել։ Այո, ուզում ասել, այն ինչի մասին որ ինքը խոսում է, ինքը բջջային մակարդակով զգացել է։ Այ մենք ոնց ենք ասում, ինչ ենք, մենք այստեղ մի բան ասեմ, այո, շատերը կարող են ունենալ դա, ապրած լինել, այսպես ասած, հա, ասենք հիմա մենակ Դաստոևսկու կինը չի ինքնասպան եղել, ասենք թե չգիտեմ, Ֆնդխլարի կինն էլ ինքնասպան եղել, բայց դու կարող ես արդյոք այնքան խորանալ, բացել այդ շերտերը, որ հետո կարողանաս դա փոխանցել, այսինքն բարի վերածել, ապրածը վերածել բարի, որ ես որպես ընթերցող զգամ այն ինչ դու ապրել ես, որովհետև ես շատ բաներ կարող եմ զգալ որպես մարդ սեր եւ այլն, բայց ես չեմ կարողանում իրեն ճիշտ ձևակերպամբ փոխանցել այնքան խոսուն բառերի, որ ինքը դառնա
դասական ստեղծագործություն, այսինքն դու շերտերը տեսնես ընթերցելիս։ Այս է նրա մեծությունը, միայն ոչ թե որ ինքը ապրում էր, հա, այդ ամեն ինչը իրականում։ Իհարկե, այդ երբ որ մենք ասում ենք գործ ունենք գիգանտի հետ, դա հենց այնպիսի խոսքեր չեն իհարկե։ Գիգանտն չի բնութագրում։ Ինձ մոտ միշտ այնպես տպավորություն է, որ ինքը գրել է իր կյանքի ու իր շրջապատող մարդկանց մասին, ինչի մասին որ դու խոսում ես, որովհետև նախ մեկը մյուսի հետ շատ մուծք է։ Դե բոլորն էլ հիմնականում խոսում են, չէ՞, այդ մասին։ Բոլոր գրողները, դասականները անհնար է, որ իրենց կենսագրության գերակշիռ մասը այնտեղ չդնեն, իրենց շրջապատող աշխարհը, չգիտեմ, հիմա Հեմինգուեյն էլ հետ պատերազմյան սերունդ պատերազմի մասին խոսում էր։ Չէ՞, այդ մարդը ոնց է ամեն ինչ քեզ փոխանցում։ Պարզապես Դաստայևսկու դեպքում ես չգիտեմ ինքը ոնց է կարողացել գտնել այդ կերպը պատմելու հոգեբանական ապրումների մասին այնպես այնքան խորքային եւ այնքան պատկերավոր կերպարներով, որ դու սկսում ես հասկանալ։ Եւ ամենատարօրինակն է, որ դու բոլորին արդարացնում ես։ Ինքը լավն է, վատ, դու այսինքն բոլորի գալիս հասնում ես այն կետին, որին որ հենց հերոսը փորձում էր փնտրել, գտնել։ Ինքը գալիս է ինքնաճանաչման, ինչպես որ մեր հերոսն է գալիս։ Բոլոր դեպքում հետաքրքիր ինքը գալիս է այդ ինքնաճանաչման, այո, եւ դա երևի թե ամենաճիշտ ճանապարհն է, որովհետեւ երբ որ դու նայում ես եւ քեզ հետ զուգահեռներ ես ստանում, այդ ժամանակ նաեւ ինքնաճանաչումը քեզ մոտ է ստացվում նաեւ։ Դե այդքան համարձակություն ունես։ Գիտես Անուշ, իսկապես խոսեցիր համարձակության մասին, Դաստայևսկու մասին, այո, իսկապես պիտի լինես համարձակ, որ կարողանաս մոտենալ այդ գործին եւ մոտենալ ինքդ քո ներսին։ Նայիր, եթե շատ մարդիկ չեն համարձակվում ճանաչել իրենց, վախեն միանշանակ, իհարկե, բայց անգամ բեմադրել, ես նկատի ունեի մոտենալ գործին, որ երբ որ դու արդեն ուզում ես հանդիսատեսի դատին հանձնել, դու ոչ միայն վիպակը դարձնում ես արդեն բեմական տարբերակ, հա, այդպես, այս դեպքում իհարկե Վլադիմիրի դա ցանկությունն էր եւ իր ուժը եւ իր չեմ վախենալ ես իրեն միշտ ասում եմ ինձ համար Վլադիմիրը դա անսահման տաղանդի տեր մարդ է եւ երբ որ նա է նման հեղինակների առաջարկում ինչպես դա Սոֆոկլեսներ, ինչպես դա Դաստայևսկիներ, շուտով մենք Չեխով ունենք իդեպ ամսի 19-ին, հունիսի 19-ին ներողություն լինելու է Չեխովի մեր պրեմիերան, մեծ պրեմիերա է սպասվում։ Ինչ գործ է։ Առաջարկություն կատակերգությունն է եւ Չեխովի եւ իր կնոջ դոկումենտալ նամակներն են, որը զուգակցում է այսպես իրար, իրական կյանքը եւ արդեն ստեղծագործությունը, հա։ Շատ հետաքրքիր մի գործ է։ Դրա մասին դեռ կխոսենք, ամսի 30-ին ես իսկապես շատ կուզենամ, որ հանդիսատեսը գա, տեսնի մեր սիրելի Մխիթարին, ես գիտեմ, որ իրեն շատերը շատ սիրում են, որպես դերասան, շատ տաղանդավոր Մխիթարին, ով իսկապես շատ հետաքրքիր է կարողացել այս դերում իրեն դրսևորել, որպես դերասան եւ կարծում եմ իրեն նոր անկյունից, նոր աչքով շատերը կտեսնեն ու կճանաչեն։ Քանի որ մեր ժամանակը շատ սուղ է, մենք դες հաջողություն ենք։ Բայց մի բան էի նկատել ստեղծագործությունների մեջ, որոնք կարծած սկսած Ապուշից, հա, հիմա հիշեցինք նաև Ոճիր եւ Պատիժը, Կարամազովը, հիմա այս դեպքում էլ այս ստեղծագործության մեջ ինքնասպան եղած կնոջը, չգիտեմ այդ կարծիքը կկիսեք ինձ հետ թե ոչ, դուք զգացել եք այդ ինքնաճանաչողական ճանապարհին գալու է ճշմարտությանը եւ խոսելու պատճառը հանդիսանում է կամ ուղղորդողը հանդիսանում է կինը։ Հիմա այս դեպքում կին ինքնասպան է եղել, որը դրդել է մտածելուն։ Ոճիր եւ Պատիժի մեջ ինչ էր աղջկա անունը, որը ստիպեց, որ ինքը գա այսպես ասած այո մեղա գալու անկախ ամեն ինչից թե ոնց է դա տեղի ունեցել եւ այլն Ապուշի մեջ էլ չենք ասում թե կանայք ինչ են անում Ապուշի մեջ կինն է Ոճիր եւ Պատիժի մեջ եմ ասում կանայք են դե բոլոր տեղերում Ապուշի մեջ չէ բայց իրական մասը Նաստասիա Ֆիլիպովնան ու Ագլայան բանի Կարամազով եղբայրների մեջ այդ եմ ասում հիմա երբ դու գովքան եմ էլի կանանց ասում երբ դու հասկանում ես որ այն ամենայն վատ է
Դու իմ մարդկանց մեսեջ ես տալիս։ Մարդկանց ճշմարտության ճանապարհին։ Ճիշտ ասма որքան էլ որ դա ցավոտ է, բայց այնուամենայնիվ։ Նորվա ներկայացում հիշեցի քորից։ Ես իմիջիայլոց ասեմ այն նորվա ներկայացման մասին, որովհետև ուղիղ համատական էր այս ներկայացման բովանդակության հետ ինչ առումով։ Ես հասկանում եմ, որ ներկայացումն այլևս մենք ուզում ենք տեսնել գունեղ, երաժշտական, հումորային, հա, այս տեսակ ներկայացումներ եւ անդադար դեմ էս հումոր շատ է պետք, բայց ես իդեմս վերջերս Կարենի եւ Ռուզաննայի ներկայացումը տեսնելով, որը ծանր է Մարսելու համար, բայց անգամ այն փոքրիկ 2-3 տեղ հումորը այնքան sense կշիռ է ձեռք բերում միանգամից ու երեխեքը շատ լավ էին ներկայացնում այն ինչ որ անում էին, այդ հոգեվիճակը փոխանցում են, դու կարողանում ես զգալ եւ իրականում էլի կին տղամարդ փոխհարաբերությունների եւ իրենց փոխհարաբերություններից ելնելով ընդհանուր կյանքի, այն որ մեր շուրջ պիտի ձևավորվի, կոնկրետ հերոսներն են եւ պատասխանատուն, այսինքն մեզնով է պայմանավորված մեր հարաբերությունները, քեզ ցույց տամ, չասեմ մեզնով կնանիքի մասին։ Մեզնով է պայմանավորված, թե ոնց է լինելու այդ աշխարհը։ Հիմա այս ներկայացումը եւս մենք խոսում ենք նրա մասին, որ սա լուրջ ներկայացում է, այսինքն մոտենալ քո ներաշխար Դաստայևսկու միջնորդությամբ, ինչպես ասում են, բայց դերասանների խաղով, իրականում սա էլի եւս մեկ հնարավորություն է գնալ նայել, անկախ նրանից այս դեպքում արդեն այդ լավ ու վատ խաղի մասին էլ չի գնում խոսքը, վստահ եմ որ լավ է լինելու, այլ բովանդակություն, ձևակերպած գեղեցիկ հարթության մեջ, որի անունն է բեմ, որտեղ էլի մտածելու տեղի է տալու, ոնց ենք մենք ապրում, ինչ ենք մենք թողնում, ինչ հետևություն պիտի անենք եւ ոնց գանք մենք մեզ ճանաչելու գաղափարին։ Վախենալու է, բայց փորձենք։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Այս պարգանքին պետք չի։ Չէ, դա այո, հիշեցում էր, որ նման դեպքերում միշտ ավելորդ հուզմունքը խանգարում է, չէ, բայց պիտի շնորհակալություն հայտնեմ այն մարդկանց, ովքեր մեզ միշտ աջակցում են թատրոնութին, Էմին Թորոսյանն է դա եւ Կարեն Միրաքյանը, մետրո թատրոնի տնօրենը։ Մի րոպե ունենք, որ հաղորդումը փակենք։ Ես ուզում եմ շնորհակալություն ասել իրենց մարդկային որակների համար։ Շատ շնորհակալ ենք, որ դուք մեզ հետ եք մեր կողքին։ Ձեզ հաջողություն ենք մաղթում։ Հաջողություն ենք մաղթում։